Դե հիմա մենք մյուս կողմից այդ ցանցն ենք զարգացնում, մյուս կողմից թվայնացման օրակարգով, մյուս կողմից գեոպորտալը եւ դա պետքա այո on-line եղանակով իրականացնենք։ Հիշում եք մենք բանում քննարկել ենք հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք այդ հարցը եւ հավանություն ենք տվել շրջակա միջավայրի նախարարություններ ներկայացնում եւ այդտեղ հենց ավելի խորը եւ ավելի որակյալ եղանակային կանխատեսումների եւ շատ կարևոր է հենց այդ ժամանակ էլ քննարկել ենք դա, որ այդ ինֆորմացիան պետքա բացը լինի կամ որոշ բաներով, որոշ պայմաններով հասանելի լինի ներդրողներին, որ նրանք որևէ հողակտորի վրա ներդրում անելիս ունենան վերջին ժամանակաշրջանի եղանակային ոչ թե կանխատեսումը, այլ ինչ եղանակա գրանցել, ինչ բաներ կան, շրջափուլեր կան եղանակային եւ տեղումների քանակները եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա այդ process-ը գնում է, գնման գործընթացը տեղի է ունենում։ Իմ վերջի տեղեկություններով պարոն վարչապետ, այո, ֆինանսավորման որոշակի հնարավորություններ կա, բայց մենք նաև մեր միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, որ հնարավորինս շուտ այդ գործիքները ունենանք եւ կանխատեսումներն մենք այդ գործիքներով թե եղանակների քանակը, թե տեսակն էլ անձրև, կարկուտ, ձյուն, այսքան ունենանք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ, երկու պարագայում մենք կապիտալ ներդրումներ ենք անում, ի նպաստ այս գաղափարին, որը քննարկում ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս պայից սկսած սինխրոնիզացման մասին մտածենք, ընդ որում ես կարծում եմ նաև, որ եթե մինչ այս օրը կուտակված վիճակագրությունը, որը ես որքան գիտեմ թվայինացված է, կամ առնվազն հնարավոր է թվայինացնել, կարող ենք արդեն այդ շերտը դնել շատ ավելի իրական պատկեր կունենանք ապահովագրվելիք ռիսկերի մասին, քան ունենք այսօր, որ մեխանիկական ենք անում ըստ կադաստրի, իհարկե դա կբերի նրան, որ ակտուարական հաշվարկները հնարավոր չի լինի օբյեկտիվ անել։ Բայց հիմա այստեղ համակարգային խնդիր եմ տեսնում, որովհետև հիմա թեմաներ կան, որ ես հասկանում եմ, որ մենք կառավարության նիստում կամ առաջին անգամ ենք անդրադառնում նրան կամ բավարար խորությամբ չենք անդրադարձել։ Այս հարցերը տեսեք, երբ որ մենք մեր քաղաքականությունները սինխրոնացնելու եւ ռազմավարական կառավարման մասին ենք խոսում, սրա մասին է խոսքը։ Որովհետև հիմա այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխանն ինձ դուր չեկա, որ ոնց որ հնարավորություն կա ֆինանսավորման եւ այլն եւ այլն։ Հիմա որ գնանք կպարզի որ կա, բայց այդքան էլ լավ չի, այդքան էլ ամբողջական չի, չնայած հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք, չնայած կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարություն իր հետ կապված բանի այդ շերտերի հնարավորությունները ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, այդ շերտերը լրացնելու բան անի, որոշումներ կայացնի։ Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում ենք, դե ասում ենք, հա երևի, դե կարող, հա դե երևի ճիշտ է սենց անել, դե երևի դե Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, սենց դե երևի, դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է, տենց ոնց կլինի։ Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Ինձ ասեք երբ է, ինչա, ոնց է։ Որովհետև էլի եմ ասում, մենք բանը ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում ենք։ Ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ասեմ, այն երեք որ հանձնարարեցի, այդ արվում է, թե չի արվում։ Հետո մի հատ է հաջորդ օրը, հետո մի հատ է հաջորդ շաբաթ, հետո մի հատ է հաջորդ ամիս, հետո մի հատ ամառը, մի հատ ձմեռը, մի հատ գարունը, մի հատ աշունը։ Այս ռեժիմով չի լինի աշխատել։ Հետո ես գնամ ուրիշ տեղ են տրամաբանության, որտեղ պետք է այդ բանը լինի, տենամ այդտեղ մի հատ փոս է։ Ունդեղից վերադառնամ կամ ասեմ, բախիա փոս ու բացատրություններ։ Ինձ կոնկրետ էս ինչ հարց բարձրացեցի, կոնկրետ պատասխան կտա։